Այս մարդիկ ամեն ինչ անում են մեր պատմական հիշողությունը ջնջելու համար։ Հայոց պատմությունը, Արարատ Արագած հակադրությունը, հայոց պատմություն, հայկական Նոր Հայաստան, Հին Հայաստան, չգիտեմ, ինչ նոր Իրական Հայաստան։ Իրական Հայաստան։ Ինչ իրական Հայաստան, որն է իրական Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանի Հայաստանը 24-ի հաջորդ օրը նշում են քաղաքացու օր, այսինքն քաղաքացու օր էլ չէ, խորոված փարթի, լուրջ, մեր երազած Հայաստանը այս տեսքն ուներ, պատմական հիշողությունն ենք ջնջում ենք ազգային արժեքները, ջնջում ենք կարմիր գծերը եւ էլի վերադառնալով Արարատին, Սփյուռքի մեր երիտասարդության համար Արարատը Հայաստանի հայության հայ լինելու եւ ոչ միայն Սփյուռքի նաեւ Հայաստանում սիմվոլն է։ Երբեմն իրավիճակ է ստեղծվում, որ մենք դեմ ենք հարաբերությունների կարգավորմանը։ Ոչ։ Մենք երիտասարդներս բնականորեն շատ կողմ ենք, որ հարաբերությունները կարգավորվի մեր բոլոր սահմանակից հարևանների հետ։ Դա կլինի Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, այսինքն հարաբերություններ կան, բայց տատանվող վիճակում են ինչ որ, բայց դա չի կարող լինել ուրացման գնով։ Լավ, հայոց ցեղասպանության ուրացման գնով հարաբերությունների կարգավորումը մեզ ուր է տանելու։ Նոր ցեղասպանության, հերթական ցեղասպանությանն է տանելու։ Չիականատեսի դեպք 23 Լավ, այս մարդիկ, ես չեմ կարող հավատալ, որ եթե մեր ժողովուրդը չի հետևում օրինակ թուրքական մամուլին, պետությունն էլ չի հետևում, չեն տեսնում ինչ մեսիջներ ենք ստանում։ Լավ, հարցազրույցները չեն նայում, մարդիկ փաստացիորեն քայլ առ քայլ եւ ուղի մեջբերում եմ անում էլի, այսինքն Էրդողանի ելույթներից մեկից, որ մենք քայլ առ քայլ լուծում ենք մեր հարցերը Հայաստանի հետ։ Ինչի նկատի ունեն։ Որ քայլերով, Զանգեզուրի միջանցք ամեն տեղ ասելով, մեր եկեղեցիները քանդելով, ինչի համար են Ստեփանակերտում եկեղեցի քանդում, եթե մենք բարեկամանալու ճանապարհին ենք։ Ինչն էր խանգարում։